Աչքերդ դու ժողովուրդ ջան, այնպես բան եմ մտածել, գիտեք ինչ եմ մտածել, վերանալ ես դեռ թափեք, արա հոգու բարի չկրես սպասի։ Հարցադրեք, մի խփեք, որ սպանեք ոնց է բանը, գիտեք երբ է խաղալու։ Ահա, իրար տեսանք վերջապես։ Սիրելիներս, երկու մասից կլինի իմ այսօրվա բլոգը, խնդրում եմ գրանցվեք, լայք դրեք, եթե ձեզ դուր է գալի այն ինչ ես անում եմ Patreon-ում կարող եք աջակցել, հենց այն ներքևն է, այսպես ասած մազերս դզեմ, որ շունչը աչացնեմ վրես, ահա, լավ է, շնորհակալություն։ Տեսակ, սիրուն սանրվել եմ ես։ Հա, ուրեմն այդ երկու թեմայից, առաջին թեման գիտեք այն թեմանա, որ կասեք, արա լավ էլ այդքան պրոբլեմ ունենք դրա մասին ես խոսում, բան, հա, պատկերացրեք, գիտեք, կենթանի տնային կենթանիների մասին է։ Ես համտածում եմ ինչի համար են ստեի տնային կենթանիները ավելի լավ ապրում, քան թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը, նայես տեղացիներից էլ շատերը, որովհետև ժողովուրդ կենթանի պայելը շատ թանքաճյուկ է, շատ կենթանին ունի կյանքի ապահովագրություն, առողջության ապահովագրություն ունի, այդ ամբողջ այդ գրումինգ բան, այդ ամեն ինչը բավականին թանկ է եւ ոչ բոլորը կարող են իրենց դա թույլ տան, դրա համար թափառող շներ չկան, եւ գիտեք ինչից եղավ այդ եթերս էլի տեսա Facebook-ով դες լացակում ասը երաժշտություն են դրել, երեխեքին ծնունդին շնիկներ են նվիրում։ Հիմա արի բացատրի այդ ծնողներին, որ շունը նվեր չի կարող լինել, ասենք այդ երեխան 2 րոպեի 2 օրից հետո կձանձրանա այդ շնից ու գտա ծնողներին, ծնողներն էլ զբաղված են կգնան գործի, շունը կհայտնվի դուրսը։ Այո, հետո այդ շունը կսկսի բազմանալ, հետո կբազմանան բազմաթիվ շներ, այո, հետո կասենք արա, թաղեմ քաղաքապետի գլուխը ես չի կարող շներին ստերջացնի, հետո քաղաքապետը կստերջացնի կամ գյուղապետը այդ շներին, բայց պարզվում է շները բացի սեքսից է պետք է հաց ուտեն, այո, երբ որ չեն ուտում կատաղում են, մեզ գցում են ու դառնում է մի հատ եկա պրոբլեմ։ Դա էլեմենտար պատասխանատվության բացակայությունն է եւ չկարգավորվածությունը, զուտ իշխանությունը դա պիտի վաղուց կարգավորեր, ամոթ, հա, ասենք ստեղ շուն պայելը պիտի լինի շատ թանքաճույք, շատ թանքաճույք։ Այո, պիտի լինի առողջական ապահովագրություն, մի հատ ասենք ճիճվա թափանել այստեղ, ասենք ագին գումար, այլ չեմ ասում, որ այդ շան խնամքը եւ այլն, մեր մոտ էլ է թանկ, բայց մեզ մոտ չկա դրան այսպես ինստիտուցիոնալ մոտեցում, հա։ Դրա համար այստեղ շները բոլորը սիրուն, գլամուր, լավ, լպստած, բան ինձանից ավելի լավ տեսք ունեն, իսկ մեր շները հետո հայտնվում են դրսում, այո, եւ ավելի վատ, հետո այդ շունը ասենք երեխեք ա ունենում, բան ա ունենում, զաքեր ա ունենում, դնում են մի հատ կարոպկի մեջ, դնում են ընդ միտեղ, որ մարդես մեկը հետո սկսում են մեր կենթանասերները, վայ, ժողովուրդ ջան, այս լավ բալիկներ են եկեք, որ թե գրենք, բան, ու կարծես հասարակությունը ուրիշ պրոբլեմ չունի, հա, որտեղ ստեղծում ես պրոբլեմ այդ քեզ համար, ասենք դա նույնն է, որ առանց ոտի կրակես ու քեզ սարքես պրոբլեմ։ Վարդանուշ տատս էր լավ ասում, ասա մարդ որ դարդ չունենա, անդերը կկտրե կտնե բուրը դարդ կշինե։ Այ մենք է դարդ կշինենք, այդ դրա համար ես շուն չեմ պահում, ժողովուրդ ջան։ Որովհետև դու մանավանդ ընդհանրապես ասենք հնարավոր չի շուն պահել, ասենք այդ շանը տվից պիտի տոպրակով բան գաց, օй կակաշ կար այդ շունը պիտի տոպրակը գցես, տանես, բան ես հազիվ իմ դևից եմ մաքրում, ուր մնաց շուն պահեմ, հա։ Լավ, ստեղ եթե մարդ հարուստ է, նորմալ է, կարող է պահի, սաղ այդ մուծումները անի եւ շուն պահի, հարց չկա։ Իսկ Հայաստանում սարսափելի է ուղղակի եւ Անենց մարդիկ ես տեսնում ու շուն են պոմ, գիտես, կապելու է դրան է, շունը հաչ այնքան վերջը սատկի, կամ հայտնվի դուրսը, սկսի հետո կատաղել կծել սաղին, հետո բազմանալ, հա, մանավանդ չեմ հասկանում են խասկի պահողներին, որովհետև դա նույնն է, որ սպիտակ արջին պահես Հայաստանում, լավ, հանցնենք, տես մեկը գալիս է շնով, այդ շունը անենց է խնաված ժողովուրդ, ինձանից լավ, ու նայում ես այս մարդը բնականաբար, ասենք ամսական մի 300-400 դոլար ծախսում է այդ շան վրա, ինչև է,
Խոսեցինք պատասխանատվության զգացումի մասին, հա։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Այդ պատասխանատվության զգացում ասելը սովետական մարդկանց մոտ ընդհանրապես շատ քիչ է, որովհետև մեր տեղը միշտ մտածում էին։ Սկզբից մտածում է մեր տեղը մտածում է ծնողը, հետո մտածում էր քո տեղը պետությունը, հա, սովետի ժամանակ, որ հետո դու պետք է բանես անես, այն անես, եթե չես աշխատում, ասենք, պետք է աշխատես այն բանը, հետո պետք է գնաս ՊՏՈ կամ պետք է գնաս պոլիտեխնիկ ընդունվես, հետո պետք է գնաս ծով հանգստանաս, հետո պետք է գաս էլի սեպտեմբերի 1-ին գաս դասի, հետո պետք է աշխատանքի ընդունվես, այդ սա քո տեղը անում էին։ Եվ դա գիտեք ինչ, այդ անբան լինելը գենետիկորեն փոխանցվում է, հիմա ասենք կամաց մեր երիտասարդները արդեն մի քիչ ոնց որ ասել, հա, տենց կամաց հասկանում են, որ պետք է հաց վաստակես, որ ասենք չի կարելի 18 տարեկանում ամուսնանալ, ասենք եզի պես, հետո չիմանաս այդ երեխեքին ինչ անես, ասենք հասկանում են, որ պիտի աշխատանք ունենաս, նոր մտնես կյանք, նու եւ այլ, ասենք նույն բանակը շուն պայելու մասին ասած էլի, եթե մարդ ամբողջ օրը ասենք գործողումների մեջ է, չգիտեմ, տանը չի, բան ոնց կարելի ասենք 4-րդ հարգում մի հատ ասենք գամփր ապահում ինքը, այդ խես շունը տավարի պես նստած է, ասենք, շունը կով չի, ինքը չի կարելի սա հոր նստի, սենց ու ծամի, հասկանում եք, որոճա, շունը պետք է վազվզի բան, ասենք ինքը բնականաբար շուն չի պահում, հա։ Ու երկրորդ հարցը, որ կուզենայի այսօր շոշափել, շատ հետաքրքիր մի միտք լսեցի եւ քանի որ իմ ալիքը, այսպես ասած, ինձ դուր եկող մտքերի գեներացնելու համար եմ պահում եւ ճիշտ ասած հիմա արդեն չի էլ հետաքրքրում ինչքան են նայում, ինչքան չեն նայում, բայց հուսամ կնայեք այս յութը, որովհետեւ կարեւոր բան եմ ասում։ Դուք զգացիք, որ 18 թվականից հետո կարելի ասել քաղ հասարակություն բողոքող որպես այդպիսին։ Ասենք մենք չունենք այլևս կամ ունենք շատ թույլ։ Երկու բլոգերների, ասենք բան հա արկայությամբ կամ տենց ինչ որ տենց խմբերի, որոնք որ առանձնապես, ասենք քաղ հասարակություն ակտիվ կապված է նախկինների հետ։ Եթե դու ակտիվ հասարակության ներկայացուցիչ ես, ուրեմն դու կամ Քոչարյանական ես, կամ Սերժական ես, կամ դիմա տվյալ դեպքում, ասենք, Սամվել Կարապետյանը, կամ Եկեղեցի, կամ բան, ասենք, ուղղակի քաղաքացիներ, ասենք, առաջ կային, չէ, իրավապաշտպան, բնապահպաններ կային, բան, ինչ որ հիշում եք, մի հատ լույսը, բանը, էլեկտրիկը, բան, հա, էլեկտրիկ Երևանը, չգիտեմ, համիշ ջրցաններով մեծ չծրում էին, ուր կորավեց սա, 18 թվականից տուպը կորավ։ Ժողովուրդ ջան, դա դրանից է, որ այդ ակտիվ քաղ հասարակության ինչ-որ մի մասը դառավ իշխանություն, հա, եւ քանի որ դու արդեն իշխանություն ես, դու բողոքելու տեղ չունես։ Եվ այդ վերադառնալով այն թեմային պատասխանատվության զգացումին, եթե դու պատասխանատու իշխանավոր ես, դու սկսում ես իշխանության մեջ բողոքել։ Ու այդ իշխանության մեջ որ բողոքում ես, քեզ ռադ են անում ընդդեից։ Մենք գիտենք այս պատգամավորներ, ովքեր որ հետո դուրս են եկել գործից, հա։ Իշխանական պատգամավորներ։ Կամ այդ մի պատճառ, որ չկա այդպես ակտիվ քաղաքասարակություն։ Երկրորդ պատճառը այն է, որ ընդեղ գտնվողների, իշխանության գտնվողների մեծ մասը այս ակտիվ քաղաքասարակության ընկերներն են, համակուրսեցիներն են, չգիտեմ, ծանոթներն են, այսինքն նրանք են ում հետ տվե առել ես։ Դու ասենք ակտիվ քաղաքասարակության ներկայացուցիչները հոյն ու ռոլների հետ չէին նստի, ասենք Քոչարյանների, ասենք Սերժերի, ասենք այդ սեգմենտների, հա, ես կոնկրետ չեմ վիրավորում իրանց։ Իրանք պրոստը տենց սեգմենտ էին ստեղծել, որ իրանց հետ տալ առնել, բան չէր լինի, ասենք, հազարից մեկը կարող է իրանց հետ ինչ-որ տալ առնել, հա։ Իսկ սրանց հետ տվե առել ենք, ասենք, մեկը համակուրսեցի է, մեկը էսի ինչ է, մեկը բան է, որով իրանք հասարակ մարդիկ են, մեր նման միծիկներին ծեծկերած, ջրցանի տակ ընկած, շատերը քաղաքասարակ բանտարկյալներ ժամանակին բան, եւ դրա համար ասում են լավ է, պետք է ինձ աղբեր արա, էսի սրան բնգերն է, սրա բարեկամն է, էսի բան է, սրա հետ հաց եմ կիսե, ձեն չեմ հանի։
Էլ մյուս մասը, էլի մի սեգմենտ էլ կա պուճուր ինչ որ մի հատ մաս, այդտեղ մարդիկ են, ովքեր որ ուղղակի վախենում են մի բան ասել։ Դուք հիշում եք առաջ ասենք ոնց էր առաջ Նիկոլին մի բան որ ասեիր, մի անգամից սա կարևոր չի, ով է, ինչա, մի անգամից թռում էին դեմքին։ Ես առաջի երկրորդ օրը հեղափոխությունից հետո Փաշինյանի տնազը արեցի ուղղակի, բան չեմ արել այնց հավասնապես, այնց հիշում եք ձենը խզված ձենով էլ am երկու բան ասեցի, բան գիտեք ինձ ինչ արեցին։ Ինձ կերան։ Վատ բան չի էլ ասել, բայց ինձ կերան։ Եվ այդ վախը մի մնացել է, որ ախպեր մի բան ասեմ էլի պետք է, ասիկ այն ժամանակ չկար այդպես հատուկ բոտեր, բաներ, որ մարդիկ հատուկ նստած էին գրում են, չէ, այն ժամանակ չկար։ Ուղղակի մարդիկ համարում էին, որ չի կարելի խոսել դրա մասին, որ դա չի կարելի, հազիվ ունեցել ենք մի փրկիչ, որը որ եկել է մեզ փրկելու։ Եվ անգամ հումոր անել, որ ես էի անում, չէր կարելի։ Մեկ բերում է այդ հին այդ բաները մեր հետ, ասենք այդ վիդեոները, բաները, որ հումոր է անում։ Եվ տակը ինչ այլանդակ քֆուներ ասես բաներ, ասենք չկա, ասենք կար, հա։ Էդեն այդ երրորդ սեգմենտն է, եւ այդպես ցավոք մենք թաղեցինք մեր, այսպես ասած, քաղաքասարակությունը։ Քաղաքասարակություն միանգամից այդ քաղաքասարակությունը, որ մենք ունեինք, ստեղծվել 30 տարվա ընթացքում, այդ քաղաքասարակությունը տեսել է Լևոն Տեր-Պետրոսյան, հետո Մարտի 1-ը տեսե, Քոչարյանա տեսե, հետո Սերժ Սարգսյանա տեսե, այդ քաղաքասարակությունը վզում է տարբեր բաների, ասենք ինքը տարբեր ձևավորվել ու եկել, ու այդ քաղաքասարակությունը հենց որ մտավ իշխանություն քակյամը դուս եկավ։ Լրիվ։ Բայց այդ քաղաքասարակությունը առաջի հերթին իշխանությանն է պետք, որ բան անեն, որ ասենք ներողություն եմ խնդրում տեխնիկական պատճառներով անջատվեց եթերը, որովհետև ինչ-որ մեկը որոշել էր, որ մեքենան կարող է գողանան եւ 2 մետր էսի նստած անդե, ասենք անջատը բան արել, սաղ սիգնալիզացիաները միացրել է։ Լավա սպուտնիկի շեն բան անում, հետևում էլի մեքենան չկողային։ Ինչևէ, վերադառնանք այդ թեմային, որ այսօրվա դրությամբ քաղաքասարակություն որպես այդպեսին, ասենք Հայաստանում չկա, կամ եթե կա շատ թույլ է եւ եթե մենք հիշենք, որ մեր քաղաքասարակությունը, որի անդամներ հիմա նստած են ազգային ժողովում, ձևավորվել էր 30 տարվա ընթացքում, հա, Լևոնից մինչև 18 թիվ, ապա մենք այդ 30 տարին էլ չունենք ժողովուրդ ջան։ Եթե 30 տարի մենք տես նստենք եւ ընտրություններին չմասնակցի ընդամենը 20%, հա, որ բոլորը համաձայն լինեն կամ բոլորը թքած ունենան, բան, այ դա մի քիչ տխուր կլինի իհարկե։ Դրա համար հուսամ, որ չգիտեմ, մի քիչ ավելի արագ կձևավորվեն այդ խմբերը, այդ երիտասարդների այդ սեգմենտը, որ սկսի բողոքել, որ բողոքական լինի մի քիչ, այնպես ինչպես մենք ենք ժամանակին։ Դա այդպես, էլ ինչ պիտի ասեի, հա, ամսի 3-ին ժողովուրդ ջան, վերանդայում խաղում եմ ստենդափ եւ ջազ ներկայացումը, Տոմսը տիկետ-միկետումա, ունեմ դες համար շատ մի հետաքրքիր սուրպրիզ։ Սուրպրիզը դա special guest-նա, բաննա, հատուկ հյուր ունեմ ես համար, հյուր լինելու եւ չեմ ասի ով է, որովհետեւ եթե հիմա ասեմ, ինտրիգը կկորի, ավելի լավ է չասեմ, որ գաք տեսնեք ով է հյուրս լինելու ինձ այդ ներկայացման մեջ, մի մոմենտ մտնելու է դուրս գա, Համար շատ հետարքիր համերգա սպասվելու, հետարքիր ստենդափ լինելու, շատ լավ ժամանակ ենք անցկացնելու, Տոմսերը տիկետ-միկետում են, կարող եք արդեն գնել, արդեն վաճառքը սկսվել է եւ շատ քիչ Տոմս է մնացել։ Ուրեմն կրկնեմ փետրվարի 3 ժամը 8-ին վերանդայից ես կնոպ կեն գտնեմ, քանի մի սիգնալիզացիա էլի չի միացել։ Կեսել կնոպ կեսել։